Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես խոստացել է իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, քիչ առաջ նորից լուր եկավ, նոր Ավանի ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակից նորից մարդկանց են բերման ենթարկել, արդեն հետաքրքիր էլ չի, չգիտեմ, եթե քեզ թվում է զբաղեցնես, երկու բան է, երևի զբաղեցնեմ, վախեցնեմ, մի անգամից փակի այս ընտրության օրը, այն եվրոպացի հոպարներն էլ եկել են, կեսը իջնում են, չէ, գլխավոր հոպարն է իջավ, հոպարի տղա են թե հոպարը։ Լավ էլ գիտես, էլ մի ձև էր Արմինե։ Իջելա Եսիմ ինչա Բեկովա դնգն Մուստաֆ Շահի Մուստաֆայևը։ Սատից եմ ասում, իբր չգիտեմ, գիտեմ ան։ Ես ասացի եվրոպական հոպար, մտածում եմ հոպարի մասն է խոսքը։ Էդի ուրիշ, էդի փոխկապով հոպարներն են, այս լողոզած հոպարներն են, այս են իսկական այս աթարաբույրով այդ հոպարը արդեն ինչի, ասենք իմաստը որն է, մեկը պիտի վերջում մտածես իրանք պիտի ծափ տան, հիմա այսպես թե այնպես ծափ են տալու։ Փակի այդ ընտրության օրը մի անգամից հրճակի քեզ, ինչ հրճակես հիմա։ Բանի Այաթոլայի ու բանի նախ Շահին Մուստաֆայևը Հայաստանում ծնվել է մեծացել կրթություն ստացած տղա է, իդեպ ասած, որի մասին 2000 երևի 11, միգուցե 12 թվականին վավերագրական ֆիլմ էին նկարահանել մերոնք, այսինքն Շահին Մուստաֆայևը հանրահայտ կերպար է ու այն ժամանակ Հայաստանից։ Հա, հայերեն էլ գիտի։ Հայերեն ինձ լավ գիտի։ Որտեվ հայկական կրթություն է ստացել ի տարբերություն ինձ։ Գալը դե բնական է, որ ինքը նորմալ է, որ ինքը ներգրավված է այս սահմանազատման թեմաների մեջ ու հետևաբար գալու բանն էլ բունի մասն էլ կապված է այդ թեմայի հետ։ Հենց որ ոչ մի այտենց օհոհո բան չկա, ինձ ավելի շատ անհանգստացնում են անհայտ տաքսիստները, որոնք Yandex են քշում ու բանից պարզվում է, որ ադրբեջանցի է, այստեղ Բաքվից։ Ու ինքը իրանց այդտեղ շատ լավ է զգում, որտեվ արդեն տուն է վարձել, աշխատանք է գտել ու ոչ մեկ ոչ մի խնդրեմ այդ հարցի կապակցությամբ չունի, դա ավելի վտանգավոր է։ Հանդիպել ես, թե գիտես դրա մասին։ Դասի ես հաղորդում եմ նայել մի ուղևոր, որը Yandex-ը գնում, բայց հեռախոսը պահել է, նկարել է իր այդ դեմքը, իր այդ արտոնագիրը եւ մնացած բոլոր բաները։ Ինչ զարգացում է ստացել այդ պատմությունը, ես չգիտեմ, բայց այնուամենայնիվ փաստերը արձանագրված են։ Երեք չառաջորն էլ ես էլ YouTube-յան ալիքով ուրեմն ինչ են անում Արմինե ադրբեջանցի աղջիկներ են, հիմնականում բարետես եւ այլն, ասում են այո, մենք շատ ենք սիրում հայերին, շատ ենք սիրում հայ տղաներին, մենք գիտենք, որ իրենք առատաձեռն են, բարի են, մենք պատրաստվում ենք իրենց հետ ընկերություն անել, բարեկամություն անել եւ իբրև թե ադրբեջանցի վարողն ասում է, բա դուք ինչ որ ճնշումների բան չեք ենթարկել, հա, կան ինչ որ կարծիքներ կան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ կարծիքին, այսինքն իրենք այսպես հող են նախապատրաստում, որ տեսեք, մենք ինչ բարի բան սիրով առատությամբ լցված գալիս ենք դեպի ձեզ։ Այնպես որ բոլոր ուղղություններով իրենք աշխատում են։ Եկեք մի բան ֆիքսենք Ադրբեջանի մասին, որը աքսիոմ է։ Ադրբեջանում պետական, հիմնական, քաղաքական գծից աճ կամ ձախ գնացողները ենթարկվում են խիստ պատժի։ Այսինքն, երբ որ դուք հանդիպում եք մի մարդու, ով որ խոսում է ինչ-որ մի բան, ինչը ընդհանուր քաղաքական գծից շեղվում է, եւ ինքը բանտարկված չի, դա նշանակում է, որ դա պետական անվտանգության կառույցների կողմից հավատարմագրված անձ է, որի գործառույթը այս սեկտորը մշակելն է։ Սա հիշեք։ Իսկ երբ որ ձեզ ասում են, որ վայ, ժամանակին լավ էր, իրար տուն գնում ենք, չայ էինք խմում, ու ինքը տնից է խոսում, բանտում չի, ուրեմն նշանակում է, որ ինքը եկել է ականջները թրաշելու։ Դա առաջինը։ Երկրորդը, եթե անգամ ընդունենք, որ ես սխալվում եմ, իսկ ես չեմ սխալվում,
ու Ադրբեջանում գոյություն ունի ինչ որ մի sense լիբերալ շերտ, իսկ այդ լիբերալ շերտի հետ ես տարիներ շարունակ շփվել եւ աշխատել եմ եւ 2020 թվականի պատերազմը բոլորի դիմակները հատ-հատ պատռեց, բոլորինը չմնաց ոչ մի մարդ, ով ցույց չտա իր բուն էությունը եւ ճիշտ հակառակ նրան, ինչ ասենք տասնյակ տարիներ ինձ փորձում էին բան անեն, ընկերություն ախպերություն Հարցը դա չի։ Ենթադրենք տենց մարդիկ գոյություն ունեն, ապրում են Ադրբեջանում, անվտանգ, իրանք ունեն իրենց կարծիքը եւ իրանց ոչ մեկ դրա համար չի պատժում։ Այդ երկրում հարց լուծողը, ասիչը, որոշում կայացնող եւ նախագծեր իրականացնողը Իլհամ Ալիևն է եւ սենց հիերարխիայով իջնող իրան պատկանող այրերը։ Հիմա իմ համար մեկը ինչ որ մի հատ անուղեղ էգ ինչա խոսում, որովհետև ես գիտեմ, որ այդ երկրի թիվ 1 մարդը խոսում է նրա մասին, որ Հայաստան գոյություն չունի, սա Արևմտյան Ադրբեջան է, մենք մեր հողերը վերադարձնելու ենք։ Թե հիմա այդ գեղեցկադեմ աղջիկները մեր տղաների հետ ինչ են անելու, չգիտեմ, ջրվեժի հյուրանոցներում, դա ինձ բացարձակապես հետաքրքիր չի, որովհետև դա ոչ մի ձև չի անդրադառնալու մեր ազգի անվտանգության վրա, մեր երկրի կայունության վրա, մեր ժողովրդի ապագայի վրա, հասկանում եք։ Բայց այդ իսկ ճիշտ հակառակ խոսացող Ալիևը զենք հակուտակում, միջազգային հանրության մոտ մթնոլորտ է ստեղծում, որոշում կայացնողների հետ տնտեսական կապեր է ստեղծում, որի գինը լինելու է նրանց լռությունը Հայաստանի Հանրապետության ոչնչացման պարագայում։ Դրա համար այս ծիտիկներին, որ ուղարկում են, կամ իրանք փորձում են այս շերտով մտնեն, այսպես ասած, մեր սիրտը, բոլոր ինչի՞ միայն այդ շերտով։ Կամ էլ իրանք եղանակ բացարձակապես սարքող չեն։ Դե ասած գնաց, всё, не факт, որ кстати, ես մի ընկեր ունեի, իրական փաստ եմ ասում, որ այն թեժ մոտ 8 տարի ինտերնետով մի հատ ադրբեջանցի կնոջ հետ էր ծանոթացել, 8 տարի իրանք գրում էին իրար։ Ոչ չէին գրում, իրանք տարին մի քանի անգամ հանդիպում էին Վրաստանում, այսինքն տենց սիրավեպ էր իրանց մոտ։ Այդ աղջիկը տենց ինչ որ սենց ոնց որ կոտրել էր էլի իր այդ հայատյացությունը բանես կոմենկոմ ու դա ոչ մի ձև չանդրադարձավ մեր իրականության վրա։ Երկու հոգի Վրաստանում պարբերաբար հանդիպում են եւ ամեն մեկը ցրվում է իր տներով։ Սա գլոբալ առումով, քաղաքական առումով, չգիտեմ, դիվանագիտական առումով հարցին ոչ օգնում է, ոչ խանգարում է։ Խնդիր կլիներ, եթե ասենք Իլհամ Ալիևը մեկ էլ Աննա Հակոբյանի հետ սիրավեպ ունեն։ Այսօր մենք խնդրեմ կունենայինք։ Որտեւ մի թշնամի, որը ունի զենք, փող, ծրագիր եւ մտադրություն, եւ մի անուղեղ էգ, որը բացարձակապես չի հասկանում, իրան աչոտ չի տալիս իր քայլերի հետևանքների համար։ Սա հարցը մակարդակն է։ Եվ всё сказал։ 3 կերպար։ Ես ճիշտ ասած գիտեի, որ Արմինեի սրտի падգամավորը Լուլուն է, բայց նոր խոսքը սուղեց, ասես չէ, սխալ կարծիք ունես, ինչա Հասմիկ Հակոբյանն է։ 3 կերպար Լուլու, Հասմիկ Հակոբյան, Ալեն Սիմոնյան։ Իմիջիայլոց Հասմիկ Հակոբյանը այսօր թրենդի մեջ է, այստեղ հարցազրույց, այնտեղ բանավեճ, այնտեղ ելույթ է կարծիք ղոյտնում, կարծիք։ Ու ասելա, որ եթե պետք եղավ, մենք խնդրեմ չունենք, լարսնել ենք փակում, ու ուղիղ Ադրբեջանի հետ արդեն բերում ենք։ Իմիջիայլոց վարող ասում է, չկա էլի տենց Վրաստանով ոնց մը, չէ։ Դե ասենք ուղարկելուց գոնե մի 4 տողել կարող են ինչ-որ մի բան իրար սովորեցնել, էլի։ Այս 3 կերպարները եւ իրենց հայտարարությունները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ես չգիտեմ, Մենակ չասես սրա նրա սեղանի տակից են դուրս եկել, դա չասեմ բանականում։ Բախտի բերմամբ թե պատահմամբ ինչ որ մի հատ տարօրինակ տրենդ ունի,
Պարբերաբար, այսինքն հերթափոխով, իրանք մի հատ ինչ-որ անուղեղ Այն բուժքույրին են ուղարկեցին ապրես, մի հատ անուղեղ կին են դեմ տալիս, այսինքն դա սկսեց Լենա Նազարյանից։ Այսինքն ինձ թվում էր, որ Լենա Նազարյանից անուղեղ մարդ գոյություն չունի։ Հետո Լենա Նազարյանը գնաց, Լենա Նազարյանին փոխարինեց Արփի Դավոյանը։ Դուք էլ Արփի Դավոյանի անհեթեթությունները հիշեք։ Մտածում եմ, լավ, всё, Արփի Դավոյանը այդ արդեն всё-ն է։ Արփի Դավոյանին փոխարինեց Լուլուն։ Լուլուին փոխարինեց Ռիփսիմե Հունանյանը, ու ինձ թվում էր միամտաբար, որ այդ Ռիփսիմե Հունանյանը դնոնը արդեն հասել են հատակին։ Մեկ էլ տակից sense տուկ բարև ձեզ։ Ես Հասմիկ Հակոբյանն եմ։ Որտեղից դուք։ Հիմա ես եմ տակից, դնոյի տակից եմ, տուկ ես հիմա Հասմիկ Հակոբյանն եմ, ես եմ չեմպիոնը։ Ռիփսիմեի մասին մոռացեք, որտեվ անուղեղության չեմպիոնը ես եմ։ Այդ աղջիկը երևի մի 3-4 ամիս է, չէ՞, հենց Ռիփսիմեին տշեցին, սրան բերեցին ասպարեզ։ Ու ամեն անգամ լսում եմ Ալենի կադրերն են, հա։ Այո, Ալեն Սիմոնյանի կադրերը, այն Պալյան, չեմ շում անունը, որի աղբերը կոռուպցիոն ինչ-որ գործի մեջ էր խառնված։ Էմմա Պալյանը։ Այն Արուսակ Վարդանյան չէ, մյուսը Արուսակ Ջուլակյան։ Սա, այսինքն չգիտեմ կաստինգով են սրանց ընտրում, թե պրոստը զուտ ինտուիտիվ մակարդակով են հասկանում, բայց այս կանայք այսինքն ես արդեն չգիտեմ Հասմիկ Հակոբյանից անուղեղ մարդ որտեղից են ճարելու, ինձ թվում է չեն ճարի։ Չկգտնեն։ Մեկ էլ կմնա այն Ախուրյանցի անոն։ Հա։ Պրոստը ինքը տենց այդքան գեղեցկա դեմ չի, դժվար իրան կամերաների առաջ կանգնացնել, այնուամենայնիվ։ Այս աղջիկը մի 3-4 ամիս է ինչ ասպարեզ է եկել։ Ու ես չեմ հիշում դեպք, որ ինքը ինչ-որ մի հատ խելոք միտք առոգանի։ Գոնե թուղթ թղթի վրա գրեք, տվեք, թող այդ թղթից կարդա, որտեվ այդ աղջկա բոլոր մտքերը ոչ միայն անիմաստ են, ոչ միայն հիմարություններ են, այլ նաև անօրինական են։ Հիշեցնեմ, աղջիկը վստահ է, կասկածի տակ չի դնում են միտքը, որ քանի որ իրանք օրենսդիր մարմին են, ապա իրանք իրավունք ունեն, ինքը չի հարցնում, ինքը պնդում է դա, որ օրենք ընդունեն, որ Սամվել անունով մարդիկ իրավունք չունեն ընտրվեն, մասնակցեն ընտրություններին։ Ինձ թվաց ինքը հանական եմ, անկեղծ եմ ասում, որովհետև նման բան լուրջ ասել չի կարել։ Ես չեմ հավատում ինչ-որ մեկը լուրջ կարա տենց բան արտասանի։ Չբարձվում է ինքը լուրջ այդ կարծիքի է, մտածեցի լավ, երևի ինչ-որ ես ընկալումների խնդիր ունեմ, որովհետև ես աչքերից չեմ հավատում։ Անցնում է ինչ-որ մի ժամանակ, էլի հերթական էշություն է դուս տալիս։ Հիմա պարզվում է, որ մենք բոլորս այս 3 միլիոն մարդ չգիտեինք, բայց մենակ Հասմիկը գիտեր։ Որ մենք Ադրբեջանից ուղիղ գրուզեր ենք ստանում։ Չէ, ծիտ չենք ստանում։ Որտեվ երկաթգիծ չկա, այդ երկաթգիծը արդեն վաղուց շարքից դուրս է եկել։ Իա, այս աչքերից ես գնաց կգնում է։ Բայց ինչ ազեր արենը։ Գնաց կգնում է Վրաստան, то Վրաստանից մտնում է Հայաստան։ Չէ։ Ճիշտ է, Լարսի հետ դա կապ չունի, Լարսը կարաս փակես, ինքդ կարաս գնաս սենց Լարսը հատես, սենց պարկես Գասպարիի նման, որ արխային լինես, որ հաստատ էլ ապրանք չի մտնի Եվրոպայից, Ռուսաստանից։ Արմինե, ես քեզ վստահեցնում եմ, ուզում ես 40 խելամիտ մարդ իրան ասեն, չկա տենց բանի, կկացի Ալենը ասել։ Հասկանում եմ, ստեղ մենք, այսինքն մենք չէ, իրանք խնդրեմ ունեն։ Որովհետև ես հասկանում եմ, որ այդ Հասմիկ Հակոբյանի մաման այլանդակ ձևի գոհ ու երջանիկ ու հպարտ է, որ սենց աղջիկ ունի։ Որտեւ իր աղջկան տելևիզորով են ցույց տալիս, իր աղջիկը ինչ օրենքներ է ընդունում Սամվել անունով մարդկանց նկատմամբ, ինքը պոեզներ է քշում Ադրբեջանից Հայաստան,
հասկանում եմ պարծանքի առարկա է, բայց քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, ոչ մի խոսքով Հասմիկ Հակոբյանին լավ նայեք, թե չէ հերթը անույնը։ հասկանում եք, որտեվ սրանից տուպո էլ երևի չգտնեք։ Չնայած ԿՊ-ն կարողանում է ինչ-որ մի ձևին զարմացնի, բայց այնուամենայնիվ Հասմիկ Հակոբյանը պրոստը Մուրազա։ Ալեն ինչ արի ասում էր։ Ալենը հիշեցիր Ռամիկ ծագում, այդպես ասեցիր վերնագրեցին։ Այդ Նոր բան արեր։ Այդ Խորհրդացիոն լափելիկ փարթիի ժամանակ ինչ որ ջահելներ բան են անում, տենց ռիլս են նկարել, խնդալու, ձեռ են առնում, անվանեն իրերի իրանց անունով։ Հա, այդ մոմենտին Ալեն Սիմոնյանն է անցնում, ասենք այդ Ալեն Սիմոնյանը ինչ որ սկսում է հարցեր տալ, հեգնում են, բարձավոր հեգնում են։ Բայց ոչ վիրավորանք, ոչ բան, ու հատկապես որ եթե դու եկել ես մարդամեջ, դու պետք է պատկերացնես, որ մարդամեջում քեզ հարցեր են տալու, դու պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերես։ Նու լավ գոնե չթքես այդ մարդկանց վրա առնվազն։ Ոստեղ տեղի ունենում այն ինչ ես ենթադրում էի, բայց փաստեր չունեի, այ հիմա փաստն էլ եկավ, հասավ։ Ես միշտ գտել եմ, որ Ալեն Սիմոնյանը իր էությամբ, իր ծագումնաբանությամբ ռամիկ է։ Կապ չունի ինքը ինչ կոստյում է հագնում, կապ չունի ինչ մեքենաներ է քշում, կապ չունի քանի հատ կնիկ ունի, քանի երեխա ունի, ինչա ծխում կամ չի ծխում, հա։ Ինքը այդ ներքի այն պուճուր տղեն, որը ժամանակին հեծանիվ չի ունեցել, այդ ռամիկն է։ Ինքը ասում ես ունեցել եմ, Նիկոլը չի ունեցել։ Ես չգիտեմ։ Մեկը այդ մեջի այդ sense այն պուճուրիկ ռամիկը չի թողում ինքը գոնե ինքը իր վրա աճի։ Ու ես ստացա այդ փաստարկը, որովհետև երբ որ Ալեն Սիմոնյանի թիկնապահը ինչ որ սկսում է sense վրա տալու, շատ բավականին տգեղ ձևի է խոսում այդ ջահելների հետ, Ալեն Սիմոնյանն թվում է որ ինքը կինոյի տղեն է, որ ինքը ստեղ sense նախանձում է, այսինքն Ալեն Սիմոնյանին թվում է, որ այս երկրում կա ինչ-որ մեկը, որ իրան նախանձում է, ու դա այդ բառակապակցությունը ցույց է տալիս իր այդ ռամիկ ծագումնաբանությունը, որովհետև մարդ, ով որ հասել է երկրի թիվ 2 դեմքի կարգավիճակին, չպետք է մտածի նրա մասին, նախանձում են իրան, չեն նախանձում։ Չի հասել, իրան բերեդրել են։ Հասկանում եք, այսինքն այդ հասել է, բա չէ։ Մեջից պետք է լինի, որ ես ունեմ կարգավիճակ, ես ունեմ ծառայություն, որը իրականացնում եմ։ Բանից պարզում է այս ամեն ինչը։ Նրա համար է, որ մենք սաղից տրակցնի, որ մենք սենց նախանձում ենք, չէ, ինգեր չենք նախանձում։ Լուրջ եմ ասում, չենք նախանձում։ Որտեվ չի կարելի նախանձել մի մարդու, ով որ տենց մամա ունի։ Չի կարելի նախանձել մի մարդու, ով որ երեք ասում էր, որ իշխանությունները падավատներով են ման գալիս, հիմա 6-ը падավատով է ֆրֆռում։ Չենք նախանձում մի մարդու, ով որ նուրերը ձեռը, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, այսօր պնդում է ճիշտ հակառակը։ Դա նախանձելու թեմա չի, դա նողկանքի թեմա է։ Եթե ուզում ես իմանաս ինչ ենք ապրում քո նկատմամբ, դա նախանձը չի, նողկանքն է։ Իսկ դու մտածի, որ մենք քեզ նախանձում ենք։ Որտեվ դա քո միակ ինքնահաստատման ուղին է, դու ուրիշ ինքնահաստատվելու ձև չունես, քան մտածես, որ երկրում կա ինչ-որ մեկը, ով որ նախանձում է քեզ։ Ոչ երիտասարդ աղջիկ քեզ կփրկի, ոչ լրացուցիչ թիկնազորը քեզ կփրկի։ Որտեվ այդ քո մեջի փոքր ռամիկը ոչ քեզ է հանգիստ տալիս, ոչ մեզ։ Որտեվ ինքը գիտի, որ իրան ինչի համար են բերել ու ինքը ինչքան պետք է ծառայի Նիկոլին, որ շարունակի մնա այդտեղ։ Իրան բան արեց, չէ, պատեպատ տվեց Աննայի համար բան։
Անան ինչի տենց որոշ։ Կամ այդ party-ն մի հատ ամփոփենք վերջը, այդ մարդը կանչել էր հաց ուտելու։ Բայց հետո պարզվեց դի փող տան։ Դե իրականում գիտեք ինչ, իրանք օր են սահմանել, սա մեր քաղաքացու օրն է, ճիշտ է, ԿՊ-ի այդ ավանդույթի համաձայն անհաջող օր, անհաջող ձև, անհաջող, սա ամեն ինչ անհաջող էր, բայց այնուամենայնիվ սահմանել են ու պարզա որ պետք է փողոց փակեին ու պետք է կազմակերպեին ինչ որ մի բան։ Հիմա եթե դա լիներ, ենթադրենք սեպտեմբերի Այդ չեմ ասում, Չորսին- ամեն երկրորդ եկի ասում էր, մեզ պետք է ձրի միս տային, դրա մասին եմ ասում։ Հա, որ բա պարզա, իրանք Բա- դրան էին սպասում, Հա։ բայց ասենք երբ որ բանը Սարյանի վրա գինու փառատոնը գինին ձրի են Դե էս ուրիշ է։ նույնն Այսօր ասում դու քաղաք մոռացաք, էս ինքը վարչապետների էր հրավիրել։ Հիմա դե վարչապետ մարդու հրավիրես հետնել փող վերցնես իր ու կերած մսի համար, այդ այքիր մարդ ես դու։ Չէ, այստեղ փողի մոմենտը չկա, այստեղ կա ուրիշ բան, որ առաջինը անհաջող օր դատայի մասնախոսքը, այսինքն դե դա լիներ սեպտեմբերի 3-ին կամ 7-ին, ոչ մի խնդիր չէր լինի, չէ՞։ Այստեղ այնա որ դու 3 գնացել ես սքալու ծիզեռնակաբերդ, հաջորդ օրը խորոված ես ուտում։ Ну դա մի քիչ բարոյականության առումով մի քիչ խնդրահարույց թեմա է։ Մի թևի վրա սա ունենք, մյուս թևի վրա ունենք այն զանգվածը, որին թվում է, որ եթե վարչապետը ինչ-որ մի բան է կազմակերպում, ուրեմն նշանակում է, որ մեզ կաշառելու է, հետևաբար եկել ենք ձրի միս ուտելու։ Չնայած ես հիշում եմ անհաջող փորձեր, երբ որ եթե հիշում եք, մեծ փախլավա, մեծ տորտ բերում էին, այլանդակություն էին մարդիկ, մարդասպանություն էր գնում մի կտոր տորտի համար։ Այստեղ հարցը այն չի, ձրի էր թե ձրի չէր, հարցը այն էր ով ու երբ ու ինչ է կազմակերպել, ով ինչի համար է գնացել այնտեղ։ Всё։ Էսա թեման Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է քաղաքացիներ, անկեղծ ես այդ հարցի պատասխանատուն, ինքը ումի նկատի ունի։ Իրան ձայն տվող, իրան աջակցող մարդիկ։ Կարաս ընկեր այդ անուններով այդ մարդկանց ասես, իմանանք ում հետ կոմունիկացվենք, ում ես դու ընկալում որպես քաղաքացի, ասենք ես ու Անժելան քաղաքացի ենք, թե քաղաքացի չենք։ Չէ։ Դու մի հուշի, թող ինքը ասի։ Ասենք ասել, չէ։ Ես ինչ օրենք։ Որովհետև երբ որ sense մեծ փրթում ես, ասում ես որ եթե 10 քաղաքացի գա կանգնի, ասի ես պատրաստ եմ գնամ կանգնեմ բանը այդ 60000 կանգնեց ասես ռադը քաշի գնդակահարության պատի տակ ինքեր կարես ասես այդ ով քեզ պետք է գա ասի անուն ով Ռամել Հասուն Ռամել Լուլու որ այդ մարդկանց հետ կոմունիկացվենք չած կրկնեմ ես դեմ եմ մահապատժին միանշանակ դեմ է որտեվ ինքը պետք է ապրի երկար ու տանջալի ինքը պետք է ասենց մինչև այն վերջի օրը վերապրի այն, ինչ մեր ժողովուրդը ապրել է այս 8 տարվա ընթացքում։ Սա միանշանակ։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ սկզբունքը հասկանամ, դեռ ասում ես քաղաքացիները ինձ վստահել են, քաղաքացիներին ես վստահում եմ, քաղաքացիները եթե ասեն, ես կանեմ։ Ընկեր, այդ քաղաքացիները ով է, անունը կասես։ Ասենք ասես Լուլուն ինչ ես անելու։ Ես ինչ որ ուղիներ կգտնեմ Լուլուի հետ կոմունիկացիամ նախ երկրորդը Լուլուն ժողովուրդ չի Լուլուն ցավոք սրտի կամ չգիտեմ բարեբախտաբար կամ դժբախտաբար այո ինքը կակրոս այդ ժողովրդի ընտրյալն է ինչ եք ասում դե տենց Նիկոլին ձեն իրանք քաղաքացիական պայմանագրին ձեն են տվել քաղաքացիական պայմանագիրը իր հերթին Լուլուին բերելա մցրելա ԱԺ Լուլուն քաղաքացի չի։ Մարդ ով որ օժտված չի իշխանությամբ, օժտված չի ինչ որ բարեկամական եւ ֆինանսական կապերով։ Ընկեր,
կողմնորոշվի, ով պետք է քեզ գա ասի, որ դու գնաս կանգնես այդ պատի տակ։ Որտեվ sense վերացական abstract երբ որ խոսում ես, մենք լավ չենք հասկանում։ Չած քո կոնկրետ խոսքն էլ չենք հասկանում, բայց abstract-ը էլ ավելի անհասկանալի է։ Շատ հաճախ եմ այս հարցը քեզ տալիս, հա, Արմինե, բայց էլի չեմ հոգնում այս հարցը հնչեցնելուց։ Ամեն ինչին պատրաստ է։ Այնա եկել է հորեղբոր տղանել, ադրբեջանցիներին, սահմանազատում էլ չարեց, որտեղ սահմանազատում անում նորից տարածքներ անվիրում։ Սա ասում Միքայելյանի Բերանով ասում, բա ինչ պիտի անենք, նոր տարածքներ պիտի տանք, համաձայնել է, որ 300,000 ադրբեջանցի պիտի բերել։ Ամբողջ ադրբեջանական մամուլով YouTube-ով 3 հանդիպեցին, նոր էլ քո հետ ուզում էի նաև քննարկել, արժի դա ցուցադրել թե չէ, այլանդակ զվարճանում են Նիկոլի վրա ադրբեջանցիները։ Սա ասում է եղբայր եմ, եղբայրդ եմ, արունս, արի կտրենք, ասես դնենք նորից եղբայրանանք, տալիս եմ անում, նրանք տենց այլանդակ ձևով հեգնում են, ծիծաղում են, ծաղրում են, ինչու։ Ինչ որ մենք չենք հեգնում, ծաղրում ու Չէ, բայց մեզ հայրենիք չի նվիրում, մեր հայրենիքը կործանել է, տալի, բա նրանց տալիս է, ինչ ասես, անում է ամեն ինչ Ալիևի համար։ Ինչի են շատ դու ինքդ նոր ասեցիր, որ ամեն ինչ այդտեղ կարգավորվում է, ճիշտ է, ավելորդ բան չի լինում։ Շատ կազմակերպված հեգնում, ծաղրում, զվարճանում են Նիկոլի վրա, ոնց որ իրանց ոտքի տակի եսի միջը։ Հա? Ինչ պետք է անեն։ Ասենց ավելի մեծ նվեր Ադրբեջանի ազգին, ով է արել։ Տեսնում են նույնը, ինչ տեսնում ենք մենք։ Ոչնչություն, որը ցանկացած պահին ոնց ասես, առանց վազելին պատրաստ է կզի։ Մենք էլ ենք ծաղրում, նրանք էլ են ծաղրում, բայց մենք ծաղրում ենք պարտվածի դիրքերից, նրանք ծաղրում են հաղթածի դիրքերից։ Բան չի փոխվել, նույն Նիկոլն է, նույն անկալումներն են։ Ինչի՞ է դա ձեզ վիրավորում կամ զարմացնում։ Իրանք տեսնում են այն, բայց ես Մոսկվայի 10-րդի հանդիպեցի, ասում եմ ինքը մեր տղեն է, ինքը մերն է, Նիկոլը մերն է ասում է։ Իրանք տեսնում են ճիշտ նույնը, ինչ տեսնում ենք մենք։ Իրը ոնց իրանք են հեգնում ծաղրում։ Շատ լավ։ Հաջորդ հարցը, հա, քո կարծիքն ասա, տես, ինձ ասում են պետք չի ընդհանրապես անդրադառնալ Արթուր Աբրահամը, ինչա, մգեր Իվետ Ամուկուչյան, MP3, սենց ոդքերի տակ ընկած ծառայում են։ Դի տենց անտեսենք իրենց, թե խոսենք իրենց մասին։ Լավ ռուսական հին ասացված կա։ Ասում է не трогайте актеров и проституток, они служат при любой власти։ Վերջացավ։ Իրանք չունեն ոչ մի քաղաքական, նեշոր ես պաշտպանում եմ կամ չեմ պաշտպանում, հարցը դա չի։ Հարցը այն է, որ իրանց փեշակը գնար երկելն է։ Վաղը չեմ իսորի ես իրանց համապատասխան քանակի մեշոկով փող կլցնեմ վրեկները կգան իմ դաչայում կերքեն նույն երանդով, նույն բանով, սամադաչայով ու մի հատ ելույթ կունենան, կասեն Արմինե Ադիբեկյանը աշխարհի հրաշք կինն է։ Ասենք անցնենք, ասենք մարմնավաճառներն ու արտիստները միշտ ծառայում են նորմալ իշխանություններին։ Մշակույթը, հիշեք դա, մշակույթը միշտ կախված է պետությունից։ Հատուկենտ, այսպես ասած, իզգոյներ են լինում, որոնք հիմնականում օժտված են մեծ հանճարով, սա շատ կարևոր է, որոնք պատրաստ են հանուն իրենց մշակույթի, հանուն իրենց գաղափարի, հանուն իրենց աշխարհայացքների եւ իդեալների ապրել աղքատ, առանց փող նկար չվաճառել, չերկել բեմում, բայց պահպանեն Փարաջանովին կարանք ասենք, հա, այսինքն այդ մարդը չի համագործակցել պետության հետ, այսինքն նա եղել է одиночка եւ ստացել է այն ինչ որ ստացել է, բայց նա հանճար է։ Ասենք դու կարաս Իվետա Մուկուչյանին համեմատես Մհերին այն մեկը եւ մնացածներին, հիմա ինքը մտքովս MP3-ին մնաց նիվաժնը համեմատես, ասենք Փարաջանով, ես չգիտեմ, նո նկարիչներ են իհարկե, բայց ասենք, չգիտեմ, Վինսենտ Վան Գոգ, ինչ որ Գարիկեն, Գարիկյանն ինչա։ Պապոյան, Պիպոյան։ Հենց Գարիկ։ Պապոյան։ Գարիկ ինչա։ Պապոյան։ Հա։ Հասկանում եք։ Այսինքն մեղադրել իհարկե ոչ, բայց հաշվի առնել այո, որովհետև երբ որ իշխանությունը փոխվի,
Այստեղ կա երկու տարբերակ, կամ նենց ոնց որ նրանք էին սրանց օգտագործում, դուք եք օգտագործելու կամ գտրելու եք իրանց այդ Լավ, արդեն ճաշակի հարց է, դա ես ուզում ասել։ Տես, քիչ առաջ դրա մասին ենք խոսում Արմինե, ընտրությունների են գնում, հիմա որ արդեն որպես սոցիոլոգի եմ, հա, հարցնում։ Այսպեսի մի շերտ կա, ոնց որ sense սև բան են կալվում, երբ որ ասում ես Նիկոլ, չէ, մենք Նիկոլին ձայն չենք տալու։ Բայց երբ որ խորամուխ ես լինում, ասում ես այս թևին են թևի, ակնհայտ է դառնում, որ ինքը փոքրիկ կամ թաքնված Նիկոլներին է ձայն տալու։ Դե այդ շատ են խոսել դրա մասին, բավականին խելացի եւ թեմայի այսպես Նիկոլն մի 10 այդպիսի մարդ գցել է, որ այդ ձայները ամբողջը ես մի քիչ ուշ երբ որ արդեն կհստակեցվեն ցուցակները եւ արդեն པարզ կլինի ով ամտնելու այդ ընտրաթերթիկի մեջ, ես մի հատ մեծ բան կթողարկեմ ում ընտրել եւ ինչ սկզբունքներով առաջնորդվել։ Նայեք, ամենաառաջի եւ ամենակարևոր սկզբունքը, որով դու պետք է առաջնորդվես, դա այնա դու ընտրում ես ոչ թե քո անձնական սիմպաթիաներով, այլ ռացիոնալիզմով ու կապ չունի դու այդ մարդուն ոնց ես վերաբերվում։ Նենց որ Ռոբերտ Քոչարյանը, ես չգիտեմ, այնտեղ կոռուպցիա է, Սերժ Սարգսյանը, ես չգիտեմ, Ղարաբաղը ծախել, Թաթոյանն է սա, Ծառուկյանն է, Սամվել Կարապետյանը սա է։ Չէ, Պողոս Պողոսյանին էլ սիրում եմ, որտեվ պուճուր ժամանակ միասին հեծանիվ ենք, քշե միասին սովորել ենք, աշխատել ենք եւ այլ։ Այդ ամեն ինչը պետքա թողեք մի կողմ, ձեր անձնական ընկալումները թողում եք մի կողմ եւ մտնում եք ռացիոնալ դաշտ, պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Առաջի հերթին ընտրում եք մեծ կուսակցությանը։ Բացեկանում լյուբոյ սոցիոլոգիական հետազոտության տվյալներ, կապ չունի ով է արի, դա էական չի, որտեղ այնտեղ 5-10%-ով բան անում, էլի 5-10% շեղումով կարելի է մոտավորապես հասկանալ ինչ է կատարվում։ Եվ ընտրում եք այն կուսակցությունը, որը ունի 10-12%-ից ավել շանսեր։ Ինչի 10-12, որտեղ ասեցի շեղումներ կան, այդ շեղումները երբ որ հանում ես, այդ 10%-ը կարող է իջնի մինչև այսինքն այդ 5%, 5.5%, 6%, դրանք միանշանակ ոչ, կրկնում եմ, կապ չունի դուք ոնց եք վերաբերվում այդ մարդուն, ոնց եք գնահատում այդ մարդու աշխատանքը։ Ամենաառաջի եւ կարևոր սկզբունքը ընտրում եք մեծ կուսակցության։ Եթե դուք իրոք սրտանց Նիկոլի դեմ եք, մնացածը արդեն ժամանակը կգա, շատ ավելի մանրամասն բան կանեմ, sense կետարկետ կանդրադառնամ ում ընտրել ու ոնց։ Շատ լավ։ Հիմա ինչ է, զբաղված են դրանով է պայմանավորված, թե սա ծրագիրեր ժամանակը հասունացել է։ Այս մարդը այստեղից բղավում է, մենք եղբայրություն խաղաղության են գնում, Ադրբեջանում հիմնահատակ ավիրում են եկեղեցիներն ու տաճարները հայկական։ Հա։ Իսկ Ադրբեջանը միշտ էլ դրա մասին ասել է։ Միշտ դեռ 12-13 թվականներին ասում էր Ղարաբաղը, երբ որ կլինի մերը, մենք սաղ ինչ կա բնաջնջելու ենք։ Ասեցին, արեցին։ Բայց խաղաղություն, եղբայրություն, Նիկոլը Արգելիներս, խաղաղություն այդ այնա ինչ Նիկոլը ձեզ կերցնում է, չկա խաղաղություն, կա հնազանդություն։ Այսինքն այն հնազանդությունը, որը այսօր գոյություն ունի Փաշինյան-Ալիև հարաբերությունների մեջ, Նիկոլը մեզ կերցնում է դա որպես խաղաղություն։ Գոյություն չունի խաղաղություն։ 1, երկրորդը կապ չունի դու ինչ ես ուզում դիմացինից։ Դու մի հատ նստի տես դիմացինը քեզանից ինչ է ուզում։ Այսինքն երբ որ դու ուզում ես խաղաղություն կամ դու ուզում ես աղբերություն, դիմացինդ այդ չի ուզում, դիմացինին դա պետք չէ։ Ու դրանից ելնելով արդեն քո այդ անհետ մոլուցքները ոչ միայն անհիմն են, այլ նաև վտանգավոր։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ձեր վրա, ձեր երեխեքի վրա, ձեր ապագայի վրա, ինքը լուծում է մենակ մի խնդիր, հնարավորինս երկար պահպանել իր իշխանությունը։ Ինքը խաղաղություն էլ կասի, աղբերություն էլ կասի, ամեն ինչ էլ կասի, հարստություն էլ կասի, իհարկե, բայց այդ ամեն ինչը հունիսի 8-ից սկսած։
Ինչպես հաջողվեց քարագլուխ պատերազմ, հա, այսպես գլխին կանգնած Նիկոլին դեռ այդ խոսույթն օրակարգը պահել, ինքը 4 պատերազմ է բերել եւ քարագլուխ պատերազմի հրեշն է ինքը, բայց այդ խոսույթը պահում է դեռ իրեն հաջողվում է տարածել այլոց վրա։ Այդ հարցը շատ խորը բան ունի, պատմություն ունի։ Ժամանակին ասել եմ, որ տարիներ շարունակ 2000-ականներից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում, կստացի այդ նախկինների մեծ բաց թողումն է, օտար գրանտերի վրա նստած տարբեր սոցիոլոգիական հետազոտական կենտրոնները շատ անմեղ հարցումներ էին անցկացնում։ Ասել եմ, հենց տեղ եմ ասել դրա մասին։ Ինչ է ձեզ համար երջանկությունը։ Բնութագրեք ձեր գեղեցիկ ապագան, բացարձակապես քաղաքական, ապաքաղաքական եւ ոչ հակապ իշխանական զուտ մարդկային հետազոտություններ։ Причем այդ կենտրոնների Ծեղզադանյան սենց էր, մենք հարցաշարը տալիս ենք, դուք հարցում անց եք կացնում ու ուղարկում եք մեզ մշակումը եւ վերլուծությունը մեր վրա, դուք վերլուծություն չեք անում, այսինքն այդ մարդիկ սկի չեն էլ հասկացել ինչի են նրանք ծառայել։ Նո լավ, թողենք իրենց խղճի վրա։ 20 տարվա ընթացքում իրանք մոնիտորինգ են արել եւ շոշափել են այս ժողովրդի ամենազգայուն թիրախային կետերը։ Ու այդ ամեն ինչի հիման վրա մշակվել է տեզաուրուսը դա բառարանն է։ Այսինքն ինչ բառի վրա ինչ ռեակցիա են տալիս մարդիկ։ Ասենք այդ դուխով ապագա կա, խաղաղություն, եղբայրություն, այդ ամեն ինչը գիտականորեն մշակված կլուչիվոյ բառեր են, որոնք ունեն այդ ամեն ինչը հավաքել են մեզանից։ Իրանք շատ լավ գիտեն տնային տնտեսու համար ինչն է կարևոր։ Երբ որ այդ բառը ինքը լսում, ինքը արդեն չի նայում շուրջը ինչ է կատարվում։ Այդ տրիգերն է։ Ու դրա համար եթե դուք նկատել եք, իրանք ամեն մի փուլում մի նոր բառ են մտցնում, մի նոր սիմվոլիկա են մտցնում, որը կրկնում եմ գիտականորեն մշակված է եւ եթե ինչ որ ին վրա ազդեցություն չունի մասսայական այդ գյուղերում այդ մարդկանց համար նշանակություն ունի, այդ ամեն ինչի այդ հարցի պատասխանը իրանք են տվել։ Ինքն է քարագլուխ պատերազմի գլխին Նիկոլն է նստած, հա, քարագլուխ հրեշնա պատերազմի։ Ինչի իրա վրա չի շրջում, այդ ոնց է ինքը սահուն պատերազմ բերող կործանողը Նիկոլը, որ պատրաստում է 5-րդը բերել, ոնց է հաջողում պատտասնել ուրիշների, որտեղ ինքը շատ է ասում, որտեղ իր բանները իրանք ունեն շատ ճիշտ մշակված բան, այսինքն իրանք չունեն, իրանք տվել են ձևակերպումները, խոսույթները, տոնայնությունը, այդ ամեն ինչը բանը մշակված տրված է։ Իրա փափաղից սկսած, գլխարկից, հա, ու տեսեք ամեն մի փուլում ինքը ինչ որ մի տեսք ունի։ Այդ ամեն ինչը մշակված բանա տեխնոլոգիա է։ Ուժեղ Հայաստանի զարմացած եմ սրա մասին, ես խոսել եմ դեռ 19 թվականին, առաջի անգամ ես դա ասել եմ 19 թվականին, հələ չկար 44 օրյա, հələ չկար COVID, չկար ոչ մի բան չկար, հələ մենք ապրում ենք այդ նախկինների իներցիայով, հա, երբ որ հələ կար փող, հələ կային ինչ-որ միջազգային պայմանագրեր, հարաբերություններ եւ դեռ իներցիայով մենք ունեինք բանակ եւ այլ։ Որ այս 8 տարվա ընթացքում 7 իշխանություններում չգտնվեց մի մարդ, ու դա ասվել է, որ պետք է սա անել, որ այդ պարզ տեխնոլոգիան կիրառի։ Ինձ դա ավելի շատ է մտահոգում եւ զայրացնում, քան այն, որ Նիկոլի վրա սաղ աշխարհն է աշխատում, որ Նիկոլին պահի։ Եվրոպացիք հələ տեսեք, տեսնում են, որ ռեյտինգ չկա, վերընտրվելու շանսերը մաքսիմալ ցածր են։
որ ընդդիմադիր դաշտը սկսում է բան անել Հավաքել ձեր ուժա հավաքում, հա պոեզով sense սաղ աշխարից եկան լծվեցին էստոնացիք մի տեխնոլոգիա են բան արել կստати գավարյա ի նկատի ունեցեք რომ ստուգել.am կայք են ստեղծել էստոնացիք նախքին պոակի շրջանակներում տիպը փաստերի ստուգման ինչ որ հարթակ կա եթե ինչ որ հարցեր ունեք ուղարկեք թող պատասխանեն ինձ հետաքրքիր է կպատասխանեն թե չէ լյուբոյ հարց լյուբոյ փաստ ինչ եք տեսնում մամուլում ուղարկեք այդ հարթակին թող պատասխանեն թող աշխատեն Են մի խոսքով մարդիկ գալիս են Նիկոլին պաշտպանելու հիբրիդային ռիսկերից այսպես պաշտպանելու հենց այդ պահին ընդդիմադիր առաջնահերթ ուժերից մեկի մասնակից անդամներին ձերբակալում են բան չեն տեսնում իրանք չեն տեսնում դա չկա երբ որ նույնը տեղի էր ունենում Բելարուսում Ինչ վայնասուններ բարձրացրել Եվրոպան Ամբողջ Եվրոպայի վայնասունը հելել էր մինչև Բայց հեռելի գնա մի քիչ հետ գնա նախկին իշխանությունների ժամանակ ինչ էին անում Այն ժամանական նախարարներն ասում էին առավոտը մենք գնում էինք գործի դեսպանը մեր դրան մոտ կանգնած դիր այդ մոտի աշխատանքի այսքան բանտարկյալը ես չգիտեմ ինչը Եվրոպա հիշեք որ այս ամեն ինչի կնքահայրը Եվրոպան է Չնայած եկեք բան լինենք օբյեկտիվ եթե կամ երբ որ ընտրվի ընդդիմադիր վարչապետ նույն Եվրոպան նույն ձևի փորձելու է համագործակցել ինքը ուրիշ ճար չունի որտեղ Վրաստանին կորցրել է Ադրբեջանին կորցրել է Հայաստանին ու ինքը փորձում է Հայաստանի 5-րդ կետով իր շահերը պաշտպանի Հայաստանին կզցնելով իր տնտեսական եւ էներգետիկ շահերը պաշտպանի ու ով էլ գա մեկը եվրոպացիք ստիպված են լինելու հետը համագործակցեն որովհետեւ այս տարածաշրջանում միակ անհասկանալի եւ թույլ կետը Հայաստանն է 1 միլիարդ 500 միլիոն դրամ ուրեմն այսքան գումար է Հայաստանը վճարել գերմանական KfW բանկից վերցրած եւ միջև օրս խնդրում եմ ուշադրություն չօգտագործված վարկի համար լսեցիք չօգտագործված վարկի համար վարկ են վերցրել չեն օգտագործել եւ միլիարդներով պարտավորված են այո վճարել ոնց է լավ եք Գևորգ Պապոյան սրտիս նախարար պատմի ոնց է ստացվել չեն ֆինանսների նախարարը վերցրել են այս շատ Ֆինանս վերցրել են այստեղ, դա չեն օգտագործել երկրի համար, բայց այսքան միլիարդ 500 միլիոն դրամ տվել են մենակ տոկոս։ Լավ եք։ Մի խոսքով ինչ անում են վատ են անում։ Մի խոսքով այս տիկինը, գանք այս տիկնոջը, այս տիկինը, ո՞ր տիկինը, քանի տես տիկին ունի։ Արա էլի դա Այս տիկինը ոնց որ թե Աշտ խնդալու է։ Ինձ հուշեցին Արմինը, ասում են, որ ինքը մտածել է, որ հեսա գնում եմ այդ հայտարարել են բաժանվում եմ, մի հատ աշխարհացույց բան անել, հետո գնացնում տեսա ոչ մի բան չեղավ։ Ոչ մեկին չհուզեց, ոչ մի հիմա եկել ասում է, չէ։ Փոշմանել է, եկել է։ Երեք ով ասեց, որ տեսավ շանտեղ դնող չկա, նորից եկավ Վալոդի Հովհաննիսյանը ասեց։ Դե տենց էլ կա։ Կստати говоря, շարքից գիտեք, որ այն ժամանակ 44 օրյա ժամանակ, երբ որ Աշոտիկը գնաց պայմանագիր կնքեց, իրանք սպասում են, որ մսակ ժողովուրդը ասեն, հա, տեսան արձագանք չկա, մտածեցին, երևի լավ տեղ չի ասեմ, գնաց մի հատ էլ պայմանագիր կնքեց։ Իրանք Հա, իրանք Արմինը հիմա կարող է ասենք մեկ էլ ասի, մի հատ էլ են բաժանում, ասենք տեսավ են ոչ մեկ բան տեղ չդրեց։ Լսեք, բայց ինչի՞ է այդ կերպարի մեջ մտել։ Ես չգիտեմ, բայց ես զարմացած որ պարզվում է ինքը արժանապատվություն ոնց է անում։ Դες նոր բաներ արա։ Ինքը պարզվում է արժանապատվություն ունի։ Ես երեք շատ զարմացա։ Հասկանում եք մարդ ով որ անում է ամեն ինչ որ դառնա հեգնանքի, անպատվության, վիրավորանքների առարկա, իսկ դա կրկնում եմ ինքը իր հոժար կամքով է անում, որտեղ ինքը այնքան առիթ է տալիս, որ այդ առիթ բաց թողողները պրոստը գոյություն չունեն։ Հա,
բանը Սաշկի հետ համեմատեցին, որ զգում ես որ մեջը sense դուգա տվեց, որ սկսեց ընդհատել ժուրնալիստին, այս ժուրնալիստը հարցը sense բան անում, ինքը դա իմ արժանապատվության, ընկեր դու արժանապատվություն չունես, որտեղ արժանապատվություն ունեցող մարդը իրան տենց չի դրսևորում, ինքը չի պահանջում, որ սիրեք ինձ, եթե դուք չսիրեք, ես կքֆրտեմ, это так не работает։ Ինչի մենակ կֆորտեմ։ Դե ես չգիտեմ, ճիշտ է, ես դեռ ձերբակալությունների դեպքեր գիտեմ, այո, մի հատ աղջկա բանը ավտոն էին տարել շտրաֆստայան կաբան, հետո բան այցին ասում ուղիղ հրահանգայել։ Մի խոսքով ասում։ Ընկեր, դու արժանապատվություն չունես։ Ու ոչ թե որտեվ ես քեզ չեմ սիրում ու տենց եմ ասում, այլ որովհետև դա այդպես է, ամբողջ վարքը, դիրքը, էությունը, բնությունը, ամեն ինչը դրա մասին է խոսում։ Հիմա էլի նորից ասելու է, խոսում են իմ մասին, էլի ասելու են չի։ Ինչ հիմա ինչ անելու։ Անկեղծ ասած, այնքան հանգիստ էի ապրում այս քանի ամիսը, որ ինքը գնացել էր հորանց տուն։ Հերասնում։ Դե ես չգիտեմ ինչ էր արել, ամեն դեպքում այն հնարավորությունը, որ մենք իր մասին էլ չէինք խոսում, չէինք քննարկում, ինքը ուշադրության առարկա չէր, ես ինձ շատ երջանիկ ու հանգիստ էի բանում, ասում էի, Գոսպեդի, գոնե էս մի բեռը ընկավ ուսներիցս։ Պարզվեց չէ։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը, ես քիչ առաջ խոսեցի, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, որ բոլորին դեմը դա մեծ խայծ է Նիկոլի կողմից դրված։ Օֆ, չգիտեմ, որտեղ տարբեր մարդկանց հետ տարբեր քննարկումների մեջ եմ եղել, տարբեր կարծիքներ կան, բայց եկեք ինչպես ասեցի մի քիչ առաջ, եկեք առաջնորդվենք ռացիոնալիզմով։ Այսինքն ռեալ են ուժերը, որ կարող են հաղթահարել, կուսակցություն չենք ընտրում, նոր կուսակցություն չենք ընտրում, որ հասկանան։ Հասկացաք, այսինքն կապ չունի իրանք արդեն ինչ են, իրանք ձայն փոշիացնելու հիմա ում կողմից են ստեղծվել կամ ինքնաբուխ են ստեղծվել, դա արդեն էական նշանակություն չունի, որովհետև այդ մարդիկ չեն կարող որակ փոխանցել, ուրեմն գնացեք ընտրությունների արդյունքներին, հակառակը նրանք ձայն են փոշիացնելու։ Всё, հիմա դե հիմա լավ տղեկ են, վատ տղեկ են, Նիկոլի կողմից են, Նիկոլի դեմ են, դա արդեն էական նշանակություն չունի։ Ու սրանով մենք մի քանի հարց փակում ենք։ Մենք արդեն չենք մտածում դրածո են, դրածո չեն, իրանք եկել են ձեն փոշիացնելու, իրոնք անկեղծ ուզում են ազդեն երկրի ապագայի վրա, դա արդեն էական նշանակություն, իրանք շատ փոքր են, մենք ընտրության մոտ որ կարողանան մեր գործին օգտակար լինել, կետ։ Ուրեմն պիտի գնալ ընտրել այն ուժերին, ովքեր ռեալ են եւ կարող են ասել, լավ, ընտրություններին մոտ ճիշտ ասեցիք, մենք դու ավելի կոնկրետ կբացատրես, շնորհակալություն։ Խնդրեմ, ստեսություն դες։